որպես փաստաբան ներգրաված եմ եւ որպես ծնող ինձ համար երևի թե կրկնակի դժվար է հիմա խոսելը այն էմոցիոնալ ֆոնը, որ հիմա ես ունեմ երեխեքին ճանաչում եմ 10 տարի իմ տղայիս հետ նրանք սովորում են նույն դասարանում Դավիթս եւ Միքայելս այդպես պետք է ես արտահայտվեմ երեխեքի մասով որտեղ իրենք են բացառիկ երեխեքն են որոնք դպրոցում համարվել են լավագույնը երկու դպրոցի դեմքը Պարզ անող բոլոր մրցույթներում եղել են Դավիթը եւ Միքայելը, մշտապես ստացել են պատվոգրերը եւ մեր բոլոր երեխաների համար իրենք եղել են ուղեցույց, ուղենիշ եւ այն մարդը ում պետք է հասնել։ Ես նույնպես տղա երեխա եմ այրեմ, միշտ իմ ծնողական խորհուրդը եղել է նմանվի Դավիթին Միքայելին, որտեվ այս երեխեքը դա մեր խոսքեր չի, որ ուզում են որպես փաստաբան մեկնաբանեն, որ ուզում են լավ լինի։ Դրանց մասին են վկայում։ Ակյացեք երեխեքը բացարձակ տիրապետում են օտար լեզուների, տիրապետում են անգլերենի, B1 մակարդակով տիրապետում են իսպաներենի։ Այդ երեխեքը մեր երեխեքի համար եւ ուսուցիչ են ինչ որտեղ եւ սովորացնող են եւ զսպող են իրենց վարքով եղել հավատացեք ես կարող եմ անգամ դա ասել ու այսօր այդ երեխեքին ներկայացնել ինձ համար շատ մեծ ցավ է երբ որ ես կարդում եմ որոշակի կոմենտները գրառումները անկեղծ եմ ասում ես զարմանում եմ մեր ժողովրդի այս աշճանի բևեռացված ու դաժան լինելու վրա որևէ իրավական գնահատական չեմ ուզում տալ որևէ իրավական գնահատական բայց Չէ որ պետք է հաշվի առնեն 18 տարեկան երեխեքի մասին է խոսքը։ Այսինքն քննադատում են։ Քննադատելը ամեն ինչ կարդացել եմ։ Երևի թե միշտ ասել եմ, որ շատ սարսափելի լավատես եմ։ Հույս ունեմ, որ այն օբյեկտիվությունը, որը հույս ունեմ դեռևս, որ օբյեկտիվությունը պետք է ապահովեն ու հասկանան իրականում ինչ է տեղի ունեցել ու երեխեքին չեն հասցնելու մեղադրանքի, չեն կործանելու վառ ապագա եւ պայծառ ապագա եւ այս երկրի համար պիտանի արժանի զավակ ունենալու մեր հնարավորությունը այո այն հատվածները այն կասկածանքը ինչ կասկածանքով որ այսօր երեխեքը ձերբակալվել են ինձ համար են որ ասում աբսուրդի ժանրից է բնականաբար հոդվածը 452 հոդվածի Ոնց հասկացա այս պահին արդեն երրորդ մասի կասկածանքն է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության խնամքի կամ հսկողության տակ գտնվող անձին բռնություն գործադրելու Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա եւ այլն եւ այլն։ Իրաքի օրով քաղաքական, պաշտոնեական, օրինական ինչ գործողություններ են ծավալում հանգստյան օրով իրարամերժ չէ այս որակումը եկեղեցու ներսում քաղաքական գործունեությունը ո՞րն է բոլորիս է հայտնի որ մենք եկեղեցու ներսում քաղաքական գործունեությանով պայմանավորված որևէ գործողություն անելու իրավունք չունենք բայց եկեք այս պահին ես հոդվածները չմեկնաբանեմ ասեմ ինչ իհարկե համարում եմ ոչ օրինական ազատազրկման սահմանը ուժատ ասեք 2-ից 5 տարի 2-ից 5 տարի մյուս առաջադիմությամբ երեխաները պիտի այսպես մի հատ պատահական միջադեպով հայտնվեն վերջում այլընտրանքային պատիժներ են նախատեսում ես չեմ ուզում դրա մասին խոսեմ ասեմ ինչի որտեվ հույս ունեմ որ ի վերջո չենք հասնելու մենք դրան 72 ժամով երեխաները ձերբակալված են Հույս ունեմ, որ երեխեքին մեղադրանք չեն առաջադրելու։ Ինչի համար հոդվածները հիմա չեմ մեկնաբանում եւ ինչ որ քայլ առաջ չեմ գնում, որովհետեւ դեռևս չունենք մեղադրանք։ Երեխեքը ընդամենը կասկածյալի կարգավիճակ ունեն, ձերբակալվածի կարգավիճակ ունեն, մեղադրյալի կարգավիճակ չունեն։ Աստված մի արածցե, եթե երեխաներին մեղադրանքներ առաջադրվի, բնականաբար ամբողջ մանրամասնությամբ հանդես են գալու եւ հանրայնացնել են այն ամենը, ինչը որ արդեն մեր ձեռքի տակ կլինի։ Տեղեկություն ստացանք, որ գիշերը շտապօգնության մեքենա է գնացել ԶՊՎ, ինչ խնդիր կա տղաների հետ կապված։ Մենք արդեն ասացինք, որ երեխեքը որոշակի բավականին բարդ ավելի ճիշտ առողջական խնդիրներ ունեն
շտաբօգնությունը հրավիրվել է, որտեղ մասնավորապես Դավիթը ունեցել էր գլխացավեր, Դավիթը Երևանից ուներ ուժեղ գլխացավեր եւ աչքերը ամբողջությամբ այլուն էր լցված։ Հիմա արդեն հարցում են կարել, պատասխանը դեռևս չենք ստացել, իրենց հետ զրույցից արդեն իսկ տեղյակ ենք, որ վատ ա եղել, բայց պատասխանը դեռևս չենք ստացել, դրա համար կոնկրետ չեմ կարող ասել, ինչ կարգի բուժօգնություն են ցուցաբերել։ Իսկ տղաները հարցաքննվել են, պատմել են։ Տղաներին փորձել են հարցաքննել, 3 հրաժարվել են ցուցմունքներ տալուց։ Ուղղակի մեկ բան պատճառը։ Ուղղակի երեխեք շոկի մեջ են, պատկերացրեք դուք իրենց տեսնում եք, սենց հաղթանդամ տղաներ, չէ, բայց ընդամենը 18 տարեկան են, դեկտեմբերին են դարձել 18 տարեկան, իրանք երևի ամբողջությամբ այդ երեխեքը չէին էլ ընկալում իրանց հետ ինչա կատարվում։ Ինչու են երկու եղբորը տարել, եթե միջադեպը ըստ էության մեկի հետ է ծագել, ինչու են երկու եղբայրները ԶՊՎ-ում գտնվում, եւ ինչու մի քանի ժամ անց ձերբակալվում է երրորդ մարդը, Գևորգը, որին ես հանդիպել եմ, եւ այդ մարդը չգիտեր, որ ինքը պիտի ձերբակալվի, մենք բակում քննարկում ենք, զրուցում ենք, մենք տեղափոխվում ենք ամեն մեկս մեր տուն, տեղեկանում եմ, որ մի քանի ժամ հետո Գևորգին են ձերբակալել։ Գևորգը փաստորեն քաղաքացի է, որպես եղել էր բանում, պատարագի էր մասնակցել։ Մշտապես նա այդ եկեղեցու հավատացյալ է, մշտապես էր։ Առավել եւս դուք եք ասում, դա անգամ մենք չգիտենք, ասեմ, որ երեխեքն էլ մշտապես այցելում են կամ Սուրբաննա, պատարագներին կամ Զորով, տարբերություն չկա։ Երեխեքը հավատացան, եթե երեխան ձերբակալվածի կարգավիճակում ուզում է իր աղոթագրքերը, ես 27 տարի անկեղծ եմ ասում, փաստաբան եմ, 99 թվականից փաստաբան եմ, 27 տարվա ընթացքում երբևէ որևէ ձերբակալված կամ կալանավորված մեզանից չէր ուզել 3 աղոթագիր, խնդրեց ընդ որում, որ եկեղեցիից մենք անպայման աղոթագրքերը վերցնեն, Տեր Ողորմյան, Տեր Ամենակալը եւ Պատարագամատույցը։ Միքայել ասեց, խնդրում եմ աղոթագրքերս անպայման Սուրբաննայից վերցրեք։ Դավիթն ասեց, աղոթագրքերս մեկ էլ Պարապելուս գրքերը կասեք բերեն, որ հետ չմնա։ Մեկը միջազգային հարաբերություններում է ուզում սովորի, մյուսը կառավարում է ուզում դիմի։ Այս տարի պետք է ընդունվի։ Այո, այս տարի պետք է ընդունվեն երեխեքը։ Ես ու Լուսինեն Մարտիրոսյան իսկապես լացում ենք, ասում ենք երեխեքը ստեղ աղոթագիրքն են ուզում, որովհետև անձնական խոզարկությամբ արդեն վերցրել էին։ Իրենք նրանց ոստիկանությունը թույլ չտվեց ավարտել ծեսը, անմիջապես բռնությամբ տեղափոխեցին ԶՊՎ։ Մի հատ որպես փաստաբան նաև այս մասով ձեր գնահատականը տվեք եւ որպես լրագրող ֆիքսենք որևէ իրավապաշտպան, որոնք սովորաբար ծղրտում են մինչև 18 թիվը, մինչև այս պահը որևէ ձայն չի հանել, չի արձագանքել, չի դատապարտել։ Մեզ համար շատ տարօրինակ են այս կազմակերպությունները իրենց շահած գրանտներով ու իրենց վերաբերմունքով։ Որքանով է համաչափի վերջո դպրոցականների, որովհետև երկուսն են դպրոցական, այդ ուժով, այդ ձևով տանեն։ Ընդհանրապես համաչափության մասին խոսք չէր կարող լինել։ Երեխեքին եթե ասեին եկեք գնում ենք, կամ եկեք այս ժամին ներկայացեք, կամ եկեք գնում ենք, երեխեքը անպայման կգային։ Չէին էլ պատկերացնի, որ չպետք է իրանք գնան։ Իրանք չեն էլ հեռացել երեխաները օրհնությանը պետք է մասնակցեին, որը չհաջողվեց, իսկ այդ ձևով կոպիտ ձևով բերման ենթարկել, ես անձամբ այնտեղ եմ եղել, երևի թե խնդրում եմ, ասում եմ, լավ, ուր եք տանում երեխեքին, ինձ ոստիկաններից մեկ ասում եմ, ես փաստաբան եմ, ուր եք տանում երեխեքին, ինձ ասում եմ, պայմանագիրը ցույց տուր, որ ասեմ, որ ենք տանում։ Այն ինչը որ տեսել եմ երեք, այն որ սենց ժամանակ առ ժամանակ զարմանքդ պետքա սենց մի հատ թարմացնեն։ Երեխեքին լրիվ սենց կռացրած տանելը, գետնին տապալելով, այդ ձևով ոստիկանությունից տանել, հասցնել քնչական բաժին, այսինքն որ երեխան ասեն կանգնած մոտեցի էլի ձեռնաշղթաներով չէր լինելու։ Բռնության բաներ նկատել եք, Չէ, չի կիրառվել, մենք անձամբ հարցրել ենք, երեխեքը ասեցին, որ իրենց նկատմամբ բացի բերման ենթարկելուց, ինչ ձևով որ մեզ կոպիտ բերման են ենթարկել, իրենք բռնության չեն ենթարկել։ Մենք երբեմն նաև վատ հարամթերք ենք լսել ոստիկաններից, դրանք էլ չեն հնչել։ Այստեղ հնչել է։ Հիմա Եվ իմ մյուս հարցը, ի վերջո ինչու երկու եղբորը տարան։
Չգիտեմ, եթե Գևորգ Գևորգյանին էլ տարան ու ասեցին Գևորգ Գևորգյանն էլ չգիտեմ ինչ առնչություն ունի, երեխեք ընդ որում մտեղ առաջի անգամ Գևորգ Գևորգյանին տեսան, ասեցին երեխեք ջան, Գևորգ Գևորգյանն է որ ձեր հետ ձերբակալվել է, ասեցին վայ բարև ձեզ, ընդհանրեն ասեցին ու ներս մտան, որտեղ որևէ կապ չունեն, որևէ առնչություն չեն ունեցել։ Գևորգյան Գևորգը ուղղակի այնտեղ ա եղել ու ենթադրում եմ երևի ասել է երեխեքին մի խփեք, որտեղ ես էլ եմ բնականաբար ճանաչում։ Այդքանի միջից քաղաքական դաշտի հետ աֆիլացվողը ինքն էր, երևի ձերբակալել են, որպեսզի սա կարվի այն կոնտեքստում, որը որ հնչում է քաղաքական ուժի շուրթերով։ Մեկ հայտարարություն կարող եմ անել, այն որ պաշտոնապես հայտարարում եմ, ոչ երեխեքը, ոչ իրենց ծնողները որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն։ 10 տարի, այո, ես 10 տարի ճանաչում եմ այդ ընտանիքին։ Երեխեքը որևէ քաղաքական պատկանելություն չունեն։ Ավելին ասեմ, մինչև այս պահը անգամ, ես չգիտեմ, թե երեխեքին, անգամ ես հարց եմ տվել, երեխեք, ասենք ոնց եք գնահատում էլի մեր այս քաղաքական դաշտը, որտեղ իրանք շատ խելացի են, մենք էլ շատ հաճախ ենք հանդիպում, ոնց եք գնահատում, ասենք այս թեկնածուն, ինձ ասել են, Վարդվի ծեծա, կլինի մենք չպատասխանենք, որտեղ այդ մեր որոշելու խնդիրն է, իրանք ինքան սենց հասուն երեխեք է։ Ես իմացա, որ ոստիկանությունում էլ այսպես պարտադրել են իրենց այդ հարգանքով վերաբերվել, դույով չխոսել։ Իրանք որևէ մեկի հետ շոկահարվել էին առաջինը հենց ոստիկանները, քննիչները, այդպեսի տեղեր։ Իրանք ոչ մեկի հետ դույով չեն խոսում։ Երբեք այդ երեխեքը դույով խոսացած, ախր մի քիչ հիմա անգամ չեմ կարող նկարագրել այս երեխեքի դաստիարակության Լավ, ենթադրենք դաստիարակությունը մի կողմ մենք ճիշտ է անդադ պնդում ենք եւ գիտենք, վստահեցնում ենք, որ քաղաքական բան չեն ունեցել, բայց նույնիսկ եթե ի վերջո քաղաքականությունը ինքը երեք մտել է եկեղեցի եւ հայտարարել է մինչ այ որ ես քարոզարշավ եմ անում շաբաթ կիրակիներին, քաղաքականությունը իր ոտքով մտել է եկեղեցի։ Այո, իրենց ոտքով մտել են եկեղեցի, բայց երեխեքը չեն եղել այդ քաղաքականության մեջ։ Ուներ քաղաքական Հայաստան։ Դրա համար մենք բռնենք մարդկանց տանը։ Դե եթե հանկարծ էլ լիներ, ուրեմն այս մայրն էլ կալանավորված սերբակալված կլիներ, էլի, փաստորը։ Ենթադրում եմ, որ այդպես կլիներ։ Հիմա ինչ ասեմ, պատասխան ես պատասխան։ Մեր քաղաքական Հայաստանը դրանք մեր ընտրությունն են, ով իրավունք ունի սահմանադրական իրավունքի հանդեպ ոտնձգություններ ունենալ։ Շատ լավ։ Եվ հետո հարկադրաբար սիրում են քաղաքական ուժին, չգիտեմ։ Կամ հարկադրաբար աղոթում են ինչ-որ պատարակների, բայց հարկադրաբար դժվար սիրեն։ Հիմա փաստորեն մենք ունենք ինչու ունենք ձերբակալված 2-18 տարեկան պայծառ երեխեք։ Սրանք բնութագրերն են իմ եւ Զարայի առջև դրված երկու դպրոցների տնօրինությունից։ Չէ, երկու դպրոցների տնօրինությունից չի։ Ուրեմն ես ձեզ նաեւ ասեմ, որ իմ տղաս սովորում է նաեւ միջնակարգ դպրոցում են իրար հետ սովորել, նաեւ ավագ դպրոցում են իրար հետ հիմա սովորում։ Սա միջնակարգ դպրոցից տնօրենից եւ դասղեկից արդեն ստացել ենք միջնակարգ դպրոցի, որը որ արդեն ավարտել են երեխեքը, տնօրենի եւ դասղեկի բնութագրերն էին, իսկ ավագ դպրոցին արդեն խնդրել ենք, հարցում ենք արել, որպեսզի պատասխանեն, բնութագրեն երեխեքին, դեռևս պատասխանը չենք ստացել, ու հույսով եմ կստանանք։ Քննչականի մոտ էին ծնողները, հետո եկել էին գրասենյակ, որովհետև բոլորը պատրաստական կանգնած են, ինչով կարող ենք մեր երեխեքին։ Իրոք մեզ նաև ուսուցիչներն էին գրել եւ ասում են, որ շատ փայլուն բիզնես մտածողություն ունի Միքայելը։ Այո, ինքը բիզնես կոնսուլտանտ է, համել աշխատում է։ Այդքան աշխատում է։ Հա, իրենք բիզնես, հա, երկուսն է։ Օնլայն իրենք նաև աշխատում են։ Բիզնես կոնսուլտացիաներ են տրամադրում։ Դե ասում է Երեխան համարվում է լավագույն աշակերտ իր բարձր իմացությամբ եւ գերազանց վարքով։ Շնորհակալագրերն է երեխեքին։ Այստեղ մեր դիտողները ուղիղ հեռարձակման տակ աջակցության խոսքեր են գրել։ Շնորհակալ եմ, որ գոնեք անեցիք։ Դաստիարակված երեխաներ են օգնեք, որ դուրս գան, ձեզ են դիմում փաստաբանների Բոլոր աշակերտները, իրենց բոլոր ընկերները պատրաստական են։ Չեմ կարող անգամ ցույց տալ, թե ինչքան են ինձ գրել։